Ներկայացեք խնդրեմ եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյան։ Բարձր դատարան, դատաքննության հարգելի անդամներ։ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության վերաբերյալ դիտարկումները հիմնականում նույնաբովանդակ են, տարբերվելով միայն առանցին ձևակերպումներով եւ շեշտադրումներով։ Ուստի կանադառնամ առավել կարևոր եւ ընդհանուր բնույթ կրող պնդումներին, որոնց գնահատականը վերաբերում է նաեւ մյուս համանման դիտարկումներին։ Դիմատների ներկայացած պնդումների զգալի մասը հիմնված է ոչ թե անմիջականորեն հաստատված փաստերի, այլ ենթադրությունների, գնահատողական դատողությունների եւ քաղաքական բնույթի եզրահանգումների վրա։ Մինչդեռ սույն վարույթի շրջանակներում դատարանի գնահատման առարկան ոչ թե տարբեր քաղաքական սուբյեկտների ընկալումներն ու ենթադրություններն են, այլ այն հարցը, թե արդյոք առկա են բավարար, արժանահավատ եւ վերաբերելի տվյալներ, որոնք կհաստատեն իրավապահ մարմինների, այդ թվում հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ընտրական գործընթացին այնպիսի ապօրինի միջամտության փաստ, որը կարող էր ազդեցություն ունենալ ընտրողների ազատ կամ արտահայտության կամ ընտրությունների արդյունքների վրա։ Ներկայացված չեն տվյալներ, որոնք կվկայեն, որ որևէ ընտրող իր ընտրությունը կատարել է իրավապահ մարմնի հրապարակումների, քրեական վարույթների կամ այլ գործողությունների ազդեցության ներքո։ Ինչպես նաև չեն ներկայացվել այնպիսի ապացույցներ, որոնք կհաստատեն, որ նշված հանգամանքները ազդեցություն են ունեցել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա։ Դիմումներում ներկայացված պնդումների հիմքում փաստացի դրված է այն տրամաբանությունը, որ ընտրական գործընթացի ընթացքում կամ դրան նախորդող ժամանակահատվածում քրեական վարույթների նախաձեռնումը, ապացողական եւ այլ վարույթային գործողությունների իրականացումը, խափանման միջոցների կիրառումը կամ հանրային հաղորդակցումը ինքնին պետք է դիտարկվեն որպես քաղաքական գործընթացներին միջամտության դրսևորում, որպիսի մոտեցումը չի բխում իրավական պետության հիմնարար սկզբունքներից։ Մասնավորապես, իրավապահ մարմինները օրենքով պարտավոր են արձագանքել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդման, իրականացնել անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ, ինչպես նաեւ ապահովել քրեական վարույթի բնականոն ընթացքը, անկախ այն հանգամանքից, թե վարույթով անցնող անձինք ինչ քաղաքական հայացքներ ունեն կամ մասնակցում են ընտրական գործընթացներին, թե ոչ։ Հակառակ մոտեցումը կնշանակեր, որ ընտրություններին մասնակցող անձինք կամ քաղաքական ուժերի ներկայացուցիչները փաստացի կստանային քրեական արդարադատությունից ժամանակավոր անձեռնմխելիություն, որպիսի մոտեցումը չի բխում ոչ սահմանադրությունից, ոչ է որևէ օրենսդրական կարգավորումից։ Դիմումատուներն օգտագործում են վախի մթնոլորտ, քաղաքական հետապնդման ընկալում, թիրախավորում, ընտրողների վրա ազդեցություն եւ նմանատիպ ձևակերպումներ, սակայն ներկայացված չեն այնպիսի փաստական տվյալներ, որոնք թույլ կտային հաստատել, որ որևէ քրեական վարույթ նախաձեռնվել է օրենքով չնախատեսված հիմքով, որ որևէ խափան միջոց կիրառվել է քաղաքական պատկանելության պատճառով, որ որևէ քննչական գործողություն կատարվել է քաղաքական նպատակադրումներով, կամ որևէ պաշտոնատար անձ իրականացրել է քաղաքական ուժի օգտին կամ դեմ քարոզչություն։ Փաստացի ներկայացված են եզրահանգումներ, բայց եզրահանգումները չեն կարող փոխարինել ապացույցներին։ Հատկանշական է, որ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ներկայացած դիմումում մի կողմից առկա է պնդում այն մասին, թե իրավապահ մարմինների գործողությունների արդյունքում ձևավորվել է համընդհանուր վախի եւ սպառնալիքի մթնոլորտ, որն ազդեցություն է ունեցել քաղաքական գործընթացներին մասնակցող անձանց եւ ընտրողների վարքագծի վրա։ Մյուս կողմից նույն քաղաքական ուժի լիազոր ներկայացուցիչ Տիկին Գոհար Մելոյանը Շանթ հեռուստաընկերության հեռանկար հաղորդմանը մասնակցելիս, այնուհետև հաղորդման տեսաձայնագրությունն իր Facebook-յան էջում տարածելիս
հրապարակայնորեն նշել է, որ իրենց ընտրողները չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին։ Հետևաբար նույնիսկ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչի սեփական հրապարակային գնահատականից չի բխում, որ ենթադրյալ ճնշումները կամ ենթադրյալ ազդեցության փորձերը հանգեցրել են ընտրողների կամքի ձևավորման կամ քաղաքական վարքագծի փոփոխության։ Այս հանգամանքը ևս վկայում է, որ ներկայացված պնդումները հիմնված են առավելապես ենթադրությունների եւ գնահատողական դատողությունների վրա, այլ ոչ թե փաստացի ազդեցությունը հաստատող ապացույցների վրա։ Կոմիտեի գործունեության գնահատումը պետք է իրականացվի բացառապես նրա իրավասությունների, գործառույթների եւ գործունեության նպատակների համատեքստում։ Դրանից դուրս կատարվող մեկնաբանությունները չեն արտացոլում իրավապահ գործունեության իրական բնույթը։ Պետական մարմինների գործունեությունը գնահատվում է օրենքով վերապահված լիազորությունների օրինական, պատշաճ եւ արդյունավետ իրականացման տեսանկյունից։ Այս համատեքստում պետք է նշեմ, որ հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի վերլուծությունից հետևում է, որ կոմիտեն հանդիսանում է միջդատական քրեական վարույթ իրականացնող անկախ քննչական մարմին, որն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է նաև օպերատիվ հետախուզական գործունեություն։ Օրենքը կոմիտեի գործունեությունը կառուցում է քաղաքական չեզոքության, անկախության եւ հրապարակայնության սկզբունքների վրա, վերջինիս պարտավորեցնելով հանրությանը տեղեկացնել իր գործունեության մասին նախաքննության գաղտնիության եւ օրենքով պահպանվող այլ գաղտնիքների պահպանման պայմանով։ Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքից բխում է, որ օպերատիվ հետախուզական գործունեության նպատակներն են հանցագործության հայտնաբերումը, կանխումը, խափանումը եւ բացահայտումը։ Տեղեկատվության ազատության մասին օրենքից հետևում է, որ հրապարակում է համարվում տեղեկությունը հանրությանը մատչելի դարձնելը, այդ թվում զանգվածային լրատվության միջոցներով կամ համացանցի միջոցով։ Միաժամանակ օրենքը տեղեկատվության տնօրինողին պարտավորեցնում է անհապաղ հրապարակել իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական եւ հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանը, այլոց իրավունքներին եւ ազատություններին, շրջակա միջավայրին կամ սեփականությանը սպառնացող վտանգը։ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումներից բխում է, որ միջդատական վարույթի ընթացքում նախաքննության տվյալների հրապարակումն իրականացվում է բացառապես քննիչի թույլտվությամբ։ Հետևաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում նախաքննության տվյալների հրապարակման թույլատրելի սահմանները եւ հրապարակման ենթակա տեղեկատվության ծավալը որոշելու բացառիկ լիազորությունը վերապահված է վարույթն իրականացնող մարմնին։ Միաժամանակ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից բխում է, որ քրեորեն պատժելի ենթադրյալ արարք կատարած անձը պետք է գիտակցի եւ հետեւաբար կրի այն ռիսկը, որ իր ենթադրյալ հանցավոր վարքագծի վերաբերյալ տեղեկությունները օրենքով սահմանված կարգով եւ վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլատրելի ճանաչված շրջանակներում կարող են հրապարակայնացվել։ Այս մոտեցումն է արտացոլում գտել նաեւ Եվրոպական դատարանի Լյուձին ընդդեմ Շվեյցարիայի գործով վճռում։ Կոմիտեն պահպանելով քաղաքական չեզոքության եւ գործունեության հրապարակայնության սկզբունքները ընտրական գործընթացներում արձանագրված եւ իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ հանցագործների վերաբերյալ հրապարակումներ կատարելիս հետապնդել է բացառապես իրավական եւ կանխարգելիչ նպատակներ։ Այդ հրապարակումները, ինչպես նաեւ հանրային իրազեկման ուղղված այլ միջոցառումները նպատակ են ունեցել կանխելու եւ նվազեցնելու կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունները, ինչպես նաեւ բարձրացնելու հանրային իրավագիտակցությունը եւ իրազեկվածության մակարդակը։